Իսրայելի հակաօդային պաշտպանությունը կկարողանա հետ մղել Իրանի հարձակումներն առանց Միացյալ Նահանգների օգնության ևս 10 օր, որից հետո հրթիռների պաշարները կսպառվեն, այս մասին գրում է The Washington Post թերթը։ Հեղինակների ենթադրությամբ շաբաթվա վերջին իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերը կկարողանան որսալ Իրանից արձակված հրթիռների փոքր մասը պաշտպանական զինամթերքի ձևավորման անհրաժեշտության պատճառով։ Միացյալ Նահանգների կոնգրեսը ներկայացվել երկուսակցական բանաձևի նախագիծը, որը Դոնալդ Թրամփին նախազգուշացնում է Իսրայելի եւ Իրանի հակամարտության միջամտելուց։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։ Փաստաթուղթը մշակել են հանրապետական Թոմաս Մեսին եւ դեմոկրատ Ալեքսանդրա Օկասիո-Կարտեսը։ Վերջինիս խոսքով սահմանադրությունը թույլ չի տալիս Միացյալ Նահանգների գործադիր իշխանությանը միակողմանիորեն պատերազմական գործողություններ իրականացնել։ Կոնգրեսը Իրանին պատերազմ հայտարարելու բացառիկ իրավունք ունի։ Իսրայելի եւ Իրանի միջև շարունակվող պատերազմը մեր պատերազմը չէ։ Նույնիսկ եթե դա այդպես լիներ, Կոնգրեսը պետք է նման հարցերը լուծի մեր սահմանադրությանը համապատասխան, հայտնել է Մեսին։ Եվրամիության երկրների արտաքին գործերի որոշ նախարարներ քննադատել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենինի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ուղղված նրա զանգի համար, որի ընթացքում նա աջակցություն է հայտնել հրեական պետությանը։ Այս մասին գրում է Պոլիտիկոն։ Այսպես Եվրամիության երկրի դիվանագիտական գերատեսչության ղեկավարներից մեկը հայտնել է, որ մեծ տարբերություն կա ինքնապաշտպանության իրավունքի եւ այլ երկրի դեմ կանխարգելիչ ռազմական գործողություններ սկսելու միջև։ Միևնույն ժամանակ Եվրոդիպլոմատիայի ղեկավար Կայա Կալասը նույնպես չի պաշտպանել Ուրսուլա ֆոն դեր Լեյենինի դիրքորոշումը ինքնապաշտպանության իրավունքի վերաբերյալ, կոչ անելով հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով։ Նախագահ Վլոդիմիր Զելենսկին մեծյոթնյակի անցած գագաթնաժողովում տխուր տեսք ուներ, իսկ ուկրաինացի դիվանագետները հիասթափված եւ դառնացած էին Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփի հանրապետությունն առաջնահերթություն դարձնելու մերժումից։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Նյութում նշվում է, որ Զելենսկին տխուր տեսք ունենալով հայտնել է դաշնակիցների կողմից իր զինվորականներին օգնելու անհրաժեշտության մասին, որպեսզի նրանք կարողանան դիմանալ հակամարտությանը, մինչև Ռուսաստանը պատրաստ լինի խաղաղ բանակցությունների։ Ուկրաինացի դիվանագետները հիասթափված են մնացել Դոնալդ Թրամփի Ուկրաինան առաջնահերթություն դարձնելու մերժումից այն բանից հետո, երբ Վլոդիմիր Զելենսկին 5000 մղոն թռավ մեծյոթնյակի համաժողովի համար, իսկ Միացյալ Նահանգների նախագահը վերադարձավ տուն երկու առաջնորդների հանդիպման նախօրեին, ասվում է տեքստում։ Միացյալ Նահանգների գործող առաջնորդ Դոնալդ Թրամփը նմանվում է իր նախորդին Ջո Բայդենին, քանի որ ցանկանում է Միացյալ Նահանգներին ներքաշել խոշոր հակամարտության մեջ գործերի իրական վիճակը չհասկանալու պատճառով։ Այս մասին հայտնել է բրիտանացի քաղաքական գործիչ եւ Մեծ Բրիտանիայի աշխատավորների կուսակցության ղեկավար Ջորջ Գալուեյը։ Նրա խոսքով Թրամփը կուրորեն հավատում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, անտեսելով հասարակական կարծիքը եւ մերժելով իր վարչակազմի խորհուրդները։ Ես լսել եմ, թե ինչպես է նա խոսում այդ մասին, երբ նա պնդում էր, որ տեղյակ է եղել Իրանում տիրող ամբողջ իրավիճակին, ասել է քաղաքական գործիչը։